Խիստ սիրտը լի է աններողամտությամբ, հիշաչարությամբ և վիրավորանքով։ Այդպես է թե ոչ։ Խիստ սիրտը, խստացած ու քարացած սիրտը աններողամտություն ունի, հիշաչարություն ունի, վիրավորանք ունի։ Վիրավորված սիրտը խստանում է։ Ղուկաս 6:45 խոսքում Տեր Հիսուսն ասաց. բարի մարդը իր սրտի բարի գանձից, մի հատ ստուգենք արդյոք մեր սրտի մեջ գանձեր կան թե չէ, բարի գանձից բարին է բխեցնում, իսկ չար մարդը, որտեղից է երևում բարին ու չարը, սրտից, չէ, չար մարդը իր սրտի չար կուտակվածից, նա կուտակել է չարիք, կուտակել է վրեժխնդրություն, կուտակել է հիշաչարություն, կուտակել է մաղձ, թույն, աններողամտություն, չարն է բխեցնում, որովհետև բերանը, ոնց ենք իմամ սրտի մեջ ինչ կա, բերանը կուտակվածից է խոսում, ավել ցուկից, հավաքածից է խոսում, հիմա հարց, ստուգիր բերանդ, չէ, երբ որ մենք առաջ գնում ենք բժիշկի, բժիշկն ինչ էր ասում, բալիկ ջան մի հատ բերան բաց ասա, չէ, մի հատ բերանդ բաց արա, և միշտ մտածում է բերանից մեջ ինչ կա, որ տենց է ինքը որոշում, բայց այսօր Աստված էլ է ասում, ուզում ես իմանամ սրտիդ մեջ ինչ կա, մի հատ բերանդ բաց արա, և բժիշկը այդ լույսը գցում է ու նայում է ներսում ինչ կա, չես կարող կեղծել, մի օր բերանիցը դուրս կգա այդ ամեն ինչը, դրա համար ուշադիր քննիր ինչ կա ներսումդ, ուզում ես լեզուդ փոխվի, սիրտդ պիտի փոխվի, ուզում ես շուրթերդ, ասում է թող իմ շուրթերի խոսքերը քեզ հաճելի լինեն, սիրտդ պիտի հաճելի լինի Տիրոջը։ Հիմա արագ նայենք 3 մարդկանց, որոնք իրենց սրտերը խստացրին եւ ինչ եղավ իրանց հետ։ 3 մարդիկ։ Առաջինը անհավատ փարավոնն էր։ Անհավատ փարավոնը։ Ծանոթ է ձեզ, ելից գրքում տեսնում ենք, որ Մովսեսը գնաց նրա մոտ և ասաց, թող իմ ժողովուրդը դուրս գա, հերիք է իրանց տանջես, դաժան փարավոն, գիտեք այնքան դաժան էին փարավոնները, որ ասում է, որ մեռնում էին իրանք, ամբողջ պալատը ողբում ու սգում էր, գիտեք ինչ են ողբում ու սգում, ոչ թե որ այս մարդը մեռավ, այլ որովհետև իրանց կենթանի թաղում էին փարավոնի հետ, լիներ երեխա, մեծահասակ, թե ով լիներ, բոլոր պալատականներին սպանում ու թաղում էին դամբարան փարավոնի հետ, որ իբր են աշխարհում էլ իրան ծառայեն, այդքան դաժան էին փարավոնները, անսիրտ, երբ որ Մովսեսը դիմեց նրան, գիտեք ինչ ասաց, ով է Տերը, որ ես լսեմ նրա խոսքերին, և թողնեմ Իսրայելին, Տիրոջը չեմ ճանաչում, և Իսրայելին էլ թույլ չեմ տա, ահա նրա խոսքը, և մենք տեսնում ենք 8:15 խոսքում և տարբեր տեղերում ասում է փարավոնը իր սիրտը ինչ արեց, խստացրեց, 20 անգամ Աստվածաշնչում գրված է, փարավոնը իր սիրտը խստացրեց, սկզբում ինքը խստացրեց, հետո Աստված ավելի խստացրեց, նենց չի որ Աստծուն մեղադրենք, ասենք, այդ իրանից էր կախված, ինքը խստացրեց, երբ որ դու քեզ խստացնում ես, հետո Աստված քեզ մատնում է քո ընտրությանը։ Ինչ ենք տեսնում հետո, տեսավ Աստծո գործերը, չէ, տեսավ թե չէ, ջուրը արյուն դարձավ, երկիրը պատուհասով զարկվեց, փարավոնը 4 անգամ Մովսեսին խնդրեց, որ աղոթի իր համար, 4 անգամ, մի անգամ խնդրեց, ասեց ինձ էլ հիշի և օրհնի ինձ, քանի անգամ մեղա եկավ, իբր, բայց չապաշխարեց, չփոխվեց, այլ միտեղ գրված ասում է, երբ որ տեսավ դյուրություն եղավ, այսինքն հեշտացավ, անցավ փորձանքը, մոռացավ Աստծուն, խիստ սիրտը նորից խստացրեց։ Այդ փարավոնն է, բայց մի հատ մեզ հիշենք, միթե փարավոնի սիրտը նույն մարդկային սիրտը չի։ Մենք էլ կարող ենք այդպիսին լինել։ Տեսել եք մարդուն նեղության մեջ, ինչպիսին է ինքը։ Գնացեք հիվանդանոցներ, արդյոք աթեիստ կտեսնեք այնտեղ։ Չեք տեսնի այնտեղ։ Բոլորը հոգևոր աշխարհով են հետաքրքրված։ Աղոթքի կարիք ունեն, խնդրում են, որ աղոթես իրանց համար։ Հենց լավանում են,
Բժիշկ ջան, շնորհակալ եմ քեզանից։ Տեսել եք մեկին, որ նեղության փորձանքի մեջ է, օրինակ ոստիկանության դուռն է, չգիտեմ, պարքերի մեջ է, Աստված ջան, Աստված ջան, Աստված ջան։ Հիշում են Աստծուն։ Սիրտը փափկում է։ Հենց տեսնում են դյուրություն է լինում, հեշտություն է լինում, հավաքվում ենք, տղեկով գնում ենք նշելու։ Եվ գնում են, նշում են։ Եվ ամեն մի օղու բաժակետ իրան սիրտը ավելի կարծրանում է։ Դե մենք Աստծուն էլ հիշեցինք, ասենք, Տեր Աստված։ Դա զզվելի է Աստծու համար, դա պաշտամունք եւ աղոթ չի։ Պատկերացնում եք Աստծու համար որքան զզվելի է, որ մեկ իրան հիշում է օղու բաժակը ձեռքը։ Սա զզվանք է հարուցում Աստծու մոտ։ 12 անգամ Մովսեսը գնաց փարավոնի մոտ։ 12 անգամ նրան շանս տրվեց փոխվելու եւ ապաշխարելու, բայց չփոխվեց։ Վերջում ինչ եղավ իր հետ, բոլորիս հայտնի է։ Ուրեմն անհավատ փարավոնը։ Երկրորդ մարդու տեսակը, որ տեսնում ենք սրտերը խստացրեցին, Աստվածաշունչն ասում է թերահավատ հրյաները։ Տեսեք, անհավատ փարավոնը, հետո թերահավատ հրյաները 40 տարի Աստծո գործը տեսան, բայց Աստծո էությունը չունեցան։ Աստծո ձեռքը տեսան, Աստծո երեսը չտեսան։ Գիտեք ինչու, որտեղ Աստծո ձեռքն էին փնտրում, բայց Աստծո երեսը մենակ Մովսեսն էր փնտրում։ Այսօր շատերն էլ գիտեք ինչ են անում, Աստծո ձեռքին են նայում, բայց չեն ուզում Աստծո երեսին նայեն։ Որտեղ եթե Աստծո երեսին նայեն, իրան կփոխվեն։ Ասում են մի տղամարդ, որ ամեն անգամ տուն էր գնում, լիքը ձեռքերով, լիքը զամբյուղով, առևտուր արած գնում էր տուն։ Կինը բացում էր, նայում էր ձեռքերին, ինչ կա ներս էր թողում։ Հետո մի անգամ փող չուներ, ոչ մի առևտուր չարեց, տենց գնաց տուն, դուռը թակեց, կինը բացեց, նայեց ձեռքերը դատարկ է, հետո նայեց դեմքին, ասեց. «Էս երբ այնց ես դու ակնոց կրում»։ 10 տարի ակնոց է դնում, բայց կինը ձեռքերին էր նայում, դեմքին չէր նայում։ Եթե այսօր Աստծո երեսին նայեն, կարող է կնճիռներ տեսնես, վիշտ տեսնես քո հասցեին, կարող է տեսնես, որ երեսն է փայլեցնում քեզ վրա, բայց հրյաները Աստծո գրպանն էին ուզում մտնել, բայց Աստծո սիրտը չմտան։ Դրա համար Աստված ինչ ասում, ինչ արեցի, զզվեցի։ Վազգեն եղբայր, որ մի հատ հրաշք տեսնեմ, չէ, լրիվ կյանքս կփոխվի։ Հրյաները մի հատ չէ, ամեն օր էին հրաշքներ տեսնում, բայց հրաշքը իրանց կյանքը չփոխեց։ Մի անգամ մի հատ տատիկի վկայում էի, ասում է, արի ես կիրակի, արի եկեղեցի, սիրտը տուր Տիրոջ ապաշխարի, բալաջան, ոտս, գիտես ոնց է ցավում ծունկս, այ որ Աստված բժշկի կգամ։ Մի քանի օր հետո Facebook-ով տեսնում եմ, անեն ցեր պարում թորան հարսանիքին, անեն ցեր պարում, եւ մի քանի օր հետո տեսնում եմ թորը գրել է, սիրելիներ, տեղյակ եմ պահում, որ տատիկիս հոգեհանգիստը այսին սրահում կլինի։ Չհասցրես գալ։ Այ որ Տերը բժշկի, հրաշք եմ փնտրում, բայց Աստծուն չեմ փնտրում, Աստված զզվում է այդ տեսակից։ Միթե արդյոք դուք կհավանեք այն տեսակը, որ միայն ձեզ համար փողի համար են շփվում ձեզ հետ։ Շահ եմ փնտրում իրանց անձնական, ձեզ չեմ փնտրում։ Ձեր շահն եմ, իրեն շահն եմ փնտրում ձեր մեջ։ Ձեր փողն եմ փնտրում, ձեր հնարավորությունը, բայց ոչ թե ձեզ, դա կեղծ է։ Աստծուն փնտրողը առիթ է գտնում փնտրելու, իսկ Աստծուց փախչողը առիթ է ստեղծում, որ փախնի։ Մեր անիքույրը ստեղծեց առիթ, որ գա Աստծուն, ոմանք է ստեղծում են հավես չունեմ, եղանակ լավը չի, տրամադրություն չունեմ, բայց եթե ուզում ես Աստծուն փնտրես, միշտ առիթ կգտնես Աստծուն փնտրելու համար։ Ուրեմն առաջինը անհավատ փարավոնը, սիրտը ինչ արեց, երկրորդը թերահավատ հրյաները ինչ արեցին իրան սիրտը, խստացրեցին, երրորդը, նայենք երրորդը հավատացյալ աշակերտները, անհավատ փարավոնը, թերահավատ հրյաները, հավատացյալ աշակերտները։ Ինչ արեցին, էլի խստացրին իրանց սիրտը։ Մարկոս 8-րդ գլխի մեջ ասում աշակերտները մոռացել էին հաց վերցնել, նավում իրենց հետ մեկ հացից բացի ուրիշ ոչինչ չունեին,
Հիսուսը պատվիրեց նրանց ու ասաց. զգուշացեք փարիսեցիների ու հերովդեսյանների խմորից։ Մեկ էլ այդ բան ասեմ, վայ Հիսուս ջան, գիտես խմոր ասիր հիշեցի, հաց էինք մոռացը վերցնենք։ Այսինքն ինքը ուրիշ բան ասում, սրանք ուրիշ բան են հասկանում։ Բացարձակ չեն հասկանում Հիսուսն ինչ է ասում։ Զգուշացեք փարիսեցիների եւ հերովդեսականների խմորից։ Ինչ է նշանակում դա։ Փարիսեցիները կրոնական աշխարհն էին ներկայացնում, հերովդեսականները քաղաքական աշխարհն էին ներկայացնում, եւ Հիսուսն ասաց այդ դա խմոր է, հեռու մնացեք։ Չհասկացան։ Աշակերտները մտածում էին ու իրար մեջ ասում էին, քանի որ հաց չունենք, դրա համար է ասում։ Դուք հələ սրանց տեսեք։ Հիսուսը հասկացավ եւ նրանց ասաց. ինչու եք մտածում, թե հաց չունեք։ Դեռ չեք հասկանում եւ չեք հիշում։ Ձեր սիրտը այդքան ընդարմացած է, այսինքն ծանրացած է, բթացած է, խստացած է, աչք ունեք եւ չեք տեսնում, ականջ ունեք եւ չեք լսում ու չեք հիշում միթե։ Հիմա Հիսուսի դիագնոզը վերջում։ Ինչպես իմանանք մարդու սիրտը խստացել է թե չէ, ինչ նախանշաններ կան ըստ Հիսուսի։ Այդ մարդը չի հասկանում, չի հիշում Աստծո գործը իր կյանքի մեջ, չի տեսնում եւ չի լսում։ Աստված խոսում է իր հետ, բայց չի լսում, չի հասկանում։ Սա լուրջ հիվանդություն է։ Սա թմրած սիրտ ունեցող մարդու նկարագիրն է։ Իր քթի տակ հրաշքներ են կատարվում, Սուրբ Հոգին շարժվում է, քարոզիչները գալիս են, քարոզիչները գնում են, մարդիկ բժշկվում են, մարդիկ փոխվում են, ազատագրվում են, ինքը նույնն է։ Երեք, այսօր, վաղը նույնն է ինքը։ Մի հովիվ պատմում էր, ասում է գնացի մեր եղբայր կար 20 տարի չէր փոխվում եկեղեցում, ասի եղբայր ջան, ուզում եմ քեզ օգնեմ, որ դու փոխվես։ Ասում է նայեց ինձ, ասես տոյ եղբայր։ Սկի Հիսուս Քրիստոսը չկարողացավ ինձ փոխել, ուր մնաս դու կարողանաս ինձ փոխել։ Կարող է լինի, եկեղեցում է լինի, չփոխվի ինքը։ Իր շուրջ բոլորը փոխվեն, ինքը նույնը մնա։ Այսօր ասենք Տեր ինձ փոխիր, ես չեմ ուզում նույնը մնամ։